Վերջին շրջանում համացանցում բազում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ԱԱԾ-ի աշխատակիցները հատուկ հանձնարարություն իրականացնում ընդդեմ կեղծ զանգերի կենտրոնների։ Դրանք ահռելի շահույթների խոստումներով ներգրավում էին անմեղ մարդկանց եւ առաջարկում զբաղվել ներդրումներով։ Արդյունքում շատերը կորցրին հսկայական գումարներ եւ դարձան հերթական խաբեության զոհ։ Մինչ այսպիսի խարդախային կազմակերպությունները շարունակում էին անհնարին թվալ հայկական իրականությունում, Հոլիվուդը արդեն տարիներ շարունակ ցուցադրում էր նմանատիպ պատմություններ։ Դրանցից մեկը Wall Street-ի գայլը ֆիլմն է, որը համարձակորեն կարելի է անվանել լեգենդար Մարտին Սկորսեզեի նկարահանած ամենախենթ կինոնկարը։ Լեոնարդո Դի Կապրիոն այստեղ խաղաց իր կարիերայի լավագույն դերերից մեկը, իսկ Մարգո Ռոբբին ակնթարթորեն դարձավ համաշխարհային աստղ։ Ֆիլմը պատմում է նախկին ֆինանսական բրոքեր Ջորդան Բելֆորտի մասին, ով 90-ականներին խարդախության միջոցով միլիոններ էր վաստակում, բայց ի վերջո հայտնվում է բանտում, իսկ հետո այնտեղից դուրս գալիս որպես համաշխարհային աստղ։ Նրա պատմությունը միայն փողի մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես են ստեղծվում միֆերը։ Բայց ահա պարադոքսը։ Չնայած պատմվածքի գերդինամիկային, ֆիլմը ցույց է տալիս ճշմարտության միայն կեսը։ Կադրից դուրս են մնացել հսկայական թվով պատմություններ, որոնց դժվար է իհարկե հավատալ։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ դրանք շատ ավելի աբսուրդային են, քան հենց ֆիլմը։ Ֆիլմի հասարակ վերլուծության փոխարեն այս տեսանյութում մենք կփորձենք բացահայտել իրական Ջորդան Բելֆորտին։ Քայլ առ քայլ կհետևենք այն սխեմային, որը նա կիրառում էր մարդկանց հարյուրավոր միլիոն դոլարների չափով խաբելու համար։ Կփորձենք հասկանալ, թե ինչու գողացված 200 միլիոնի դիմաց նա ազատազրկվեց ընդամենը 22 ամսով եւ ամենակարևորը, ինչու իրական Ջորդան Բելֆորտը բոլորովին այն գայլը չէ, ինչպեսին նրան պատկերացնում եք։ Դուք Zoot Story YouTube-յան ալիքում եք, բաժանորդագրվեք, մեկնաբանեք եւ իհարկե ցանկության դեպքում տարածեք մեր տեսանյութերը։ Zoot Story, պատմություններ պատմության մասին։ Մեծ գործարարների մասին ցանկացած պատմություն սովորաբար սկսվում է նույն ձևով՝ աղքատ մանկությունից ու կյանքի անդունդից մինչև առաջին հաջողություն եւ իհարկե համաշխարհային փառք։ Բելֆորտը բացառություն չէ եւ նույնպես սիրում է կրկնել, թե մեծացել է աղքատ ընտանիքում, բայց իհարկե կա մի նրբություն եւ դա այն է, որ աղքատ մարդիկ չեն ապրում Նյու Յորքում գտնվող սեփական բնակարանում եւ դա շատ բան է բացատրում։ Ջորդանը պարզապես վարպետ է բառերի ընտրության մեջ, այնտեղ, որտեղ փաստերը կարող են այնքան էլ հերոսական չթվալ, նա նախընտրում է դրանք շրջանցել, որտեղ պետք է մի քիչ փոխում է ուժերի դասավորությունը, որտեղ անհարմար է, տեղափոխում է ուշադրությունը, իսկ երբեմն էլ ներկայացնում է այնպես, կարծես ինքն ուղղակի ներքաշվել է ուրիշների խաղի մեջ։ Արդյունքում ստացվում է իրականության իր սեփական տարբերակը, որտեղ նրա մեղավորությունը միշտ ավելի քիչ է, քան մյուսներինը։ Լավ, իսկ հիմա եկեք միասին հասկանանք, թե ինչպիսին է ճշմարտությունը իրականում։ Ջորդանի ծնողներն աշխատում էին ֆինանսական ոլորտում, հետևաբար փողի աշխարհին նա ծանոթ էր շատ վաղուց։ Մանկությունից նա բառացիորեն մեծացել է այդ միջավայրում, իր առաջին կապիտալը Բելֆորտը վաստակում է արդեն 16 տարեկանում, պաղ-պաղակ վաճառելով։ Մի քանի ամսում նա հեշտությամբ կուտակում է մոտ $20,000, որը 70-ականների վերջին փոխարժեքով բավականին լուրջ գումար էր։ Այս փաստը արդեն իսկ խոսում է այն մասին, որ տղան փողի հետ աշխատելու բնածին տաղանդ ուներ։ Ավելին, նա ոչ միայն լավ վաճառում էր, այլև հեշտությամբ կարողանում էր դա սովորեցնել ուրիշներին։ Հավաքված գումարով նա վճարում է Բալտիմորի ատամնաբուժական քոլեջի ուսման համար, սակայն հենց առաջին օրը դասախոսներից մեկը նրան ազնվորեն խոստովանում է, որ ատամնաբուժությունում մեծ գումարներ չկան։ Ջորդանը չէր կարող համակերպվել այս մտքի հետ, քանի որ արդեն զգացել էր փողի համը եւ չէր պատրաստվում ամբողջ կյանքը վատնել ատամնաբուժի համեստ աշխատավարձի համար։ Առանց երկար մտածելու վերցնում է փաստաթղթերը եւ դուրս գալիս քոլեջից։ Նա կրկին վերադառնում է հին աշխատանքին, սակայն այս անգամ պաղ-պաղակի փոխարեն սկսում է միս վաճառել Նյու Յորքի ծայրամասերում։ Այստեղ Ջորդանը ցույց է տալիս, թե ինչի է ընդունակ։ Նա գրեթե անմիջապես դառնում է վաճառքների առաջատար եւ նույնիսկ համոզում է ընկերոջը բացել մսի վաճառքի սեփական ձեռնարկությունը։ Հենց այդպես էլ տեղի է ունենում։ Բիզնեսը հիանալի էր գնում, ընկերությունը աճում էր եւ ընդարձակվում, ինչպես հետո պարզվեց, նույնիսկ չափազանց արագ։ Արդեն 21 տարեկանում Բելֆորտը կարող էր իրեն կարմիր Porsche թույլ տալ։ Իդեպ, ինչի շնորհիվ էլ կարողանում է գայթակղել իր ապագա կնոջը՝ Դենիս Մոնակոին, ով ֆիլմում ստացել է Թերեզա անունը։ Բայց այն ռազմավարությունը, որը նա ընտրել էր, չափազանց ռիսկային էր։ Խնդիրն
այն է, որ միսը նա պարտքով էր գնում, ու երբ բիզնեսը դադարում է շահույթ բերել, Բելֆորտը պարզապես որոշում է չվճարել հաշիվները։ Ասեմ ավելին, 25 տարեկանում ինքն իրեն սնանկ է հայտարարում խուսափելու ավելորդ խնդիրներից։ Դե նա կորցնում է ձեռնարկությունը, իսկ դատարանը բռնագրավում է իր սիրելի կարմիր Porsche։ Ֆորմալ առումով Ջորդանը մնում է առանց ոչինչի, բայց նա հանձնվել չէր պատրաստվում։ Նույն թվականին կինոթատրոններում առաջին անգամ ցուցադրվեց Wall Street ֆիլմը, որը նկարահանել էր Օլիվեր Սթոունը, իսկ գլխավոր դերում էր ժամանակի աստղերից Մայքլ Դուգլասը։ Հենց այս ֆիլմը խթանեց ինչպես հասարակության, այնպես էլ Բելֆորտի հետաքրքրությունը բրոքերների աշխարհի նկատմամբ, որտեղ արժեթղթերի շուկան մարդկանց դարձնում էր միլիոնոտեր։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում ներդրումները եւ բանկային գործը արագ զարգացող ոլորտներ էին, տիեզերական աշխատավարձերով։ Դա պայմանավորված էր նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդեգրած տնտեսական քաղաքականությունով։ Այդ քաղաքականությունը ենթադրում էր պայքար ինֆլյացիայի դեմ, տոկոսադրույքների վերահսկում եւ ամենակարևորը՝ ֆինանսական շուկաների ազատականացում։ Իդեպ ավելի լավ պատկերացնելու համար, թե ովքեր եւ ինչպես օգտվեցին Ռոնալդ Ռեյգանի այսպիսի հեղափոխական քաղաքականությունից եւ վաստակեցին ուղղակի աստղաբաշխական գումարներ, առաջարկում եմ դիտել մեր նախորդ թողարկումը նվիրված BlackRock կազմակերպությանը։ 80-ականների վերջին Wall Street-ը սկսեց զարգացում ապրել։ Մեծ ընկերությունները գնում էին փոքրերին, շուկան ամեն օր աճում էր եւ գրեթե ամեն օր քաղաքում հայտնվում էին նոր միլիոնատերեր։ Այսօր գրեթե ցանկացած արժեթուղթ կարելի է գնել սմարթֆոնի մեկ հպումով, այսպես։ Իսկ այն ժամանակ առանց անձնական բրոքերի դա հնարավոր չէր։ Շատ հաճախ հենց բրոքերներն էին զանգում հաճախորդներին եւ շահավետ գործարքներ առաջարկում։ Պատճառը պարզ էր, միայն բրոքերը գիտեր տվյալ պահին այս կամ այն արժեթղթերի իրական գինը, որը հայտնի չէր հասարակ մարդկանց։ Այս ֆիլմում այդ պահը հիանալի ցուցադրված է։ Զանգ, կարճ խոսակցություն եւ վերջ գործարքը կատարված է։ Մեր հերոսը ուղղակի չէր կարող սառնասիրտ մնալ այս ոլորտի նկատմամբ։ Ты будешь звонить по телефону 500 раз в день, пытаясь соединить меня с богатыми бизнесменами. Wall Street-ի գայլը ֆիլմում ցուցադրված իրադարձությունները սկսվում են հենց այս պահից։ 25 տարեկան Ջորդան Բելֆորդը առաջին անգամ հայտնվում է Wall Street-ում։ Այստեղ նա աշխատանքի է ընդունվում գրեթե 100 տարվա պատմություն ունեցող հեղինակավոր L.F. Rothschild ընկերությունում։ Չնայած անվանմանը, կազմակերպությունը ամենևին կապ չունի այն Rothschild-ների հետ, որոնց մասին մենք արդեն խոսել ենք նախորդ թողարկումներում։ Հարցազրույցի ժամանակ HR մասնագետը խնդրում է Բելֆորդին վաճառել ցանկացած առարկա։ Նա ընտրում է մտքին եկած առաջին ակցիան ու սկսում վստահորեն գովաբանել այն։ Այսպես, աճը անխուսափելի է, շահույթը երաշխավորված, գնեք եւ չեք փոշմանի։ Եկեք մտապահենք այս պահը։ HR-ը անմիջապես դադարեցնում է հարցազրույցը ու բացատրում, որ նման ագրեսիվ գովազդը բացարձակապես օրինական չէ։ Եվ միևնույնն է, չի անտեսում Ջորդանի ակնհայտ տաղանդը եւ ընդունում է նրան աշխատանքի։ Սկզբնական պաշտոնը բավականին տարօրինակ էր։ Նրա պարտականությունն էր կապել իսկական բրոքերին ու հաճախորդին հեռախոսի միջոցով։ Այսպիսով գրեթե կես տարի Ջորդանը պրակտիկա է անցնում մի վայրում, որտեղ բրոքերները օր ու գիշեր զանգում էին հաճախորդներին։ Ֆիլմում նկարագրված խելագարությունը ամենևին էլ չափազանցություն չէ։ Այն տեսարանը, որտեղ Բելֆորդի ղեկավար Մարկ Հաննան, ում մարմնավորում է Մեթյու Մաքքոնեհին, կարելի ասել ստիպում է նրան թմրանյութ օգտագործել ավելի արդյունավետ աշխատելու համար, ամենայն հավանականությամբ իրական է։ Աշխատանքն իսկապես դժոխային էր։ Վստահորեն կարող եմ ասել, որ այդ մակարդակի սթրեսին ոչ մի ժամանակակից հեռախոսային խաբեբաց չէր դիմանա։ Բելֆորդը սեփական աչքերով էր տեսնում, թե ինչպես են մարդիկ հեռախոսազանգով ստեղծում կամ կորցնում մի ամբողջ կարողություն։ Բանը հասնում է նրան, որ Wall Street-ում ստեղծված ծայրահեղ թմրանյութային կախվածության մասին սկսում են նույնիսկ թերթերում գրել։ Ինչևէ, կես տարի շարունակ միջնորդի դեր կատարելուց հետո Ջորդանը վերջապես ստանում է իր երկար սպասված լիցենզիան ու դառնում է լիարժեք բրոքեր։ Թվում էր, ահա նա շահեց այն գեղեցիկ կյանքի տոմսը, որ պետք է ամեն ինչ փոխեր, բայց Միացյալ Նահանգներ չէին լինի առանց հերթական տնտեսական ճգնաժամի։ Լիցենզիա ստանալուց ընդամենը մեկ ամիս անց 1987 թվականի հոկտեմբերի 19-ին ֆինանսական շուկան փլուզվում է։
մոտ 25%-ով։ Շուկաների նման կտրուկ տատանումները միշտ հիշեցնում են մի պարզ բան՝ բարձր շահույթը հաճախ ուղեկցվում է բարձր ռիսկով։ Իսկ առանց համակարգված մոտեցման նույնիսկ ամենահեռանկարային կարիերան կարող է մեկ օրում կանգ առնել։ Նման իրավիճակներում կապիտալի պահպանությունն ու ռազմավարական կառավարումը դառնում են առաջնահերթություն։ Wilco Wealth Management-ը տրամադրում է ներդրումային ակտիվների կառավարման և խորհրդատվական լուծումներ այն մարդկանց համար, ովքեր գործում են բարդ և փոփոխվող ֆինանսական միջավայրում։ Մանրամասների համար թողնում ենք հղումը, կարող եք անցնել և ծանոթանալ Wilco Wealth Management-ի գործունեությանը։ Կազմակերպությունները սկսում են մասսայական գումարներ կորցնել։ Գրեթե 100 տարվա պատմություն ունեցող L.F. Rothschild ընկերությունը, որտեղ աշխատում էր Belford-ը, պարզապես սնանկացավ։ Ջորդանը կրկին հայտնվում է փողոցում, առանց աշխատանքի, առանց կարգավիճակի, առանց պատրանքների։ Բայց մենք արդեն ճանաչում ենք Belford-ին։ Հանձնվելը նրա ոճը չէ։ Երկար ժամանակ աշխատանք փնտրելուց հետո նա պատահաբար թերթում մի հայտարարություն է տեսնում. պահանջվում են բրոքերներ, որոնք կաշխատեն penny stocks-երի հետ։ Penny stocks-երը կամ թարգմանաբար ցենտային բաժնետոմսերը հայտնվել են դեռ 19-րդ դարում և դրանց նպատակն էր աջակցել փոքր, երբեմն էլ շատ մանր բիզնեսների։ Ընկերություններին դա թույլ էր տալիս որոշակի կապիտալ ներգրավել, իսկ ներդրողները ուրախանում էին մատչելիությունից։ Եթե լուրջ ընկերության բաժնետոմսը կարող էր արժենալ մոտ $100, ապա penny stocks-երը բառացիորեն ցենտեր արժեին, որտեղից էլ առաջացել է անվանումը։ Կարևոր նրբությունն այն է, որ բոլոր նորմալ ընկերությունները բորսա դուրս գալուց առաջ անցնում էին հատուկ ստուգումներ և հոգ էին տանում իրենց հեղինակության մասին։ Ցենտային բաժնետոմսերի շուկայում այդ սկզբունքները ընդհանրապես չէին գործում։ Բացի այդ, այսպիսի բաժնետոմսերը վաճառում էին բորսայից դուրս, գրեթե առանց պետական վերահսկողության։ Ֆորմալ առումով ամեն ինչ օրինական էր։ Դե հուսահատ վիճակում գտնվող Belford-ը որոշում է գնալ ու տեղում ծանոթանալ penny stocks-երի վաճառքի հետ։ Այլընտրակ չկար, պետք էր ինչ-որ կերպ պահել երիտասարդ կնոջը, որը ամուսնացել էր ապագա միլիոնատիրոջ հետ, իսկ արդյունքում ստացել էր գործազուրկ ամուսին։ Եվ որքան էլ տարօրինակ հնչի, սա դարձավ նրա լավագույն որոշումը։ Belford-ը նկատում է, որ ընկերությունն ինքն է սահմանում գործարքների միջնորդավճարները, որոշ տեղերում վերցնում էին 10%, որոշներում 30%։ Համեմատության համար Wall Street-ում դասական միջնորդավճարները կազմում էին մոտ 0.04%։ Ջորդանը միանգամից հասկացավ, որ այստեղ կարելի է հսկայական գումարներ վաստակել։ Օրվա ընթացքում հնարավոր էր անել մի քանի տասնյակ գործարք։ Արդեն առաջին ամսում Belford-ը վաստակում է $72,000։ Մեկ տարվա ընթացքում նա իր գրպանն է դնում մոտ $500,000։ Վաճառքի մեթոդները մեղմ ասած անբարոյական էին, իսկ երբեմն էլ բացահայտ անօրինական։ Բայց վերահսկող մարմիններն այդ ժամանակ հիմնականում հետևում էին խոշոր խաղացողներին, իսկ Belford-ը ուղղակի կաթիլ էր օվկիանոսում, ընդամենը մեկը հերթական փոքր խարդախներից։ Մի քանի տարի առաջ նա սնանկ էր ճանաչվել, իսկ հիմա նոր Jaguar, տունելի տար թաղամասում և միլիոնատիրոջ կարգավիճակ։ Այստեղից սկսվեց նրա իրական վերելքը կամ ավելի ճիշտ մեծ վայրեջքի սկիզբը։ Մինչ հարստանալը Belford-ը օգտվում էր հասարակական տրանսպորտից։ Նրա հետ նույն ավտոբուսում երթևեկում էր շենքի հարևանուհին Նենսի Փորուշը։ Երբ նա իմացավ, թե ինչ գումարներ է վաստակում Ջորդանը, պնդեց, որ իր ամուսինը խոսի նրա հետ։ Եվ այո, ֆիլմը չի ստում, Նենսին իրոք ամուսնացած էր իր իսկ զարմիկի հետ։ Արդեն հաջորդ օրը Դենի Փորուշը, ում մարմնավորում է Ջոնա Հիլը, թողնում է աշխատանքը և ընդունվում է աշխատելու Belford-ի մոտ։ Ֆիլմում նա պատկերված է Դոնի Ազոֆի կերպարի տակ։ Իրականում Դենի Փորուշը ի սկզբանե կտրականապես դեմ էր, որ իր անունը որևիցե կերպ օգտագործվի ֆիլմի շրջանակներում։ Belford-ն ու Փորուշը շատ արագ ընկերանում են, բայց շուտով փակվում է այն ցենտային բաժնետոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունը, որտեղ նրանք աշխատում էին։ Եվ 1989 թվականին Ջորդանը Փորուշի հետ միասին որոշում են հիմնել իրենց սեփական կազմակերպությունը, որը անվանում են Stratton Oakmont։ Գրասենյակը գտնվում էր լքված ավտոկայանատեղիի շրջակայքում, բայց հեռախոսով հաճախորդների ներկայանում էին որպես Wall Street-յան հսկա, տասնյակ տարիների փորձով, որը պարզապես առաջին անգամ է դուրս գալիս լայն շուկա։ Ինքը Belford-ը սա անվանում է ոչ թե խաբեություն, այլ ճշմարտության լավագույն տարբերակը։ Մարտավարությունը մնում էր նույնը՝ վաճառել ցենտային բաժնետոմսեր, ստանալ բարձր միջնորդավճար։ Թիմում նա հավաքում էր դեռ հնուց մսի վաճառքով զբաղվող ընկերներին, որոնք մինչ այդ ֆոնդային շուկայի հետ ընդհանրապես կապ չունեին։
Ոմանք այնքան հեռու էին դրանից, որ ուրիշներին էին խնդրում իրենց փոխարեն հանձնել բրոքերական լիցենզիայի քննությունները։ Միջինում յուրաքանչյուրը վստակում էր ամսական մոտ $10,000։ Վատ գումար չէ, բայց Նյու Յորքի համար այդքան էլ չէ։ Պետք էր նոր բան։ Բելֆորդը որոշում է փոխել խաղի կանոնները։ Եթե առաջ նա հիմնականում աշխատում էր միջին խավի մարդկանց հետ, ապա հիմա թիրախավորեց հարուստներին։ Նա անհայտ աղբյուրից գնում է Ամերիկայի ամենահարուստ մարդկանց տվյալներով բազա, որոնց թիվը հասնում էր մոտ միլիոնի։ Ապա ինչպես անձամբ Ջորդանն էր ասում, սկսվում է հեռախոսային տերորը։ Սկզբում ոչինչ չէր ստացվում, բայց մի քանի խորամանկ քայլերից հետո սխեման սկսեց աշխատել։ Բելֆորդը վաճառքի սցենար պատրաստեց եւ սկսեց վարժեցնել իր բրոքերներին։ Այսօր այդ գիրքը կարելի է գտնել բաց հասանելիությամբ, թեև այն արդեն հնացել է։ Ներդրողներին ասում էին՝ գինը կրկնապատկվելու է, եռապատկվելու է, մենք ունենք ներքին տեղեկություն։ Մնացել է ընդամենը 5000 բաժնետոմս, շտապեք։ Իսկ եթե հաճախորդը ասում էր, որ օրինակ ուզում է խորհրդակցել կնոջ հետ, նրանք պատասխանում էին. Միթե դուք չեք տան տղամարդը, ձեր կինը պետք է միայն ուրախ լինի։ Հիմա եկեք հասկանանք, թե կոնկրետ ինչպես էր Stratton Oakmont-ը խաբում հաճախորդներին։ Ֆիլմում Բելֆորդը ցույց է տրված որպես մարդ, որը չափ ու սահման չէր ճանաչում։ Իրականում Ջորդանը հիմար չէր եւ գործում էր զգուշորեն։ Հակառակ դեպքում նրան կփակեին գործունեության արդեն առաջին տարում։ Գործարքների մեծ մասը ֆորմալ առումով օրինական էին, բայց մեզ հետաքրքրում է մուտք կողմը։ Ֆիլմում դրա մասին չի խոսվում, բայց Բելֆորդի սխեմաների իրական վերահսկողն ու կարգավորողը Ոման Էլվին Աբրամսն էր, ում նկարը նույնիսկ համացանցում չկա։ Ծանոթության պահին նա արդեն մոտ 20 տարի զբաղվում էր անօրինական գործարքներով։ Սխեման ծիծաղելիորեն բարձր եւ կառուցված էր շուկայի հիմնական սկզբունքների, առաջարկի եւ պահանջարկի վրա։ Եթե պահանջարկը բարձր է, իսկ առաջարկը ցածր, գինը աճում է։ Եթե բաժնետոմսերը շատ են, իսկ գնող չկա, գինը ընկնում է։ Ամեն ինչ ըստ տնտեսության դասական կանոնների, բայց փոքրինչ տարբերությամբ։ Շուկայական կանոններով խաղալը ինքնին հանցագործություն չէ։ Ինտուիցիա, փորձ, երբեմն բախտ, այս շուկան հենց սրա մասին է։ Խնդիրները սկսվում են այն պահին, երբ դու դադարում ես ենթարկվել կանոններին։ Ահա հենց այստեղ էլ հայտնվում է իրական Բելֆորդը։ Առաջին քայլը դա վերահսկողությունն էր։ Միջնորդների միջոցով նա գնում էր փոքր ու բոլորովին անպետք ընկերությունների բաժնետոմսերի խոշոր փաթեթներ։ Դրանով շուկայում առաջարկը կրճատվում էր, բայց պահանջարկը մնում էր անշարժ։ Երկրորդ քայլը պատմություն վաճառելն էր։ Երբ վերահսկողությունը հաստատված էր, Բելֆորդը ազատ էր արձակում իր բրոքերներին։ Նրանք անդադար զանգահարում էին ներդրողներին ու պատմում ընկերության մասին այնպես, կարծես դա շուտով գերազանցելու է Apple-ին կամ Microsoft-ին։ Սա կարող էր շարունակվել շաբաթներով, մինչև մի պահ սխեմը սկսում է իրականանալ։ Գինը իսկապես կտրուկ աճում է, իսկ բրոքերները հպարտ զանգում էին հաճախորդներին այս խոսքերով. Տեսակ, ինչպես եւ ասում էի, գինը 3 անգամ թանկացավ։ Դուք դեռ վստահ չեք։ Երրորդ քայլով պետք էր ֆիքսել շահույթը։ Երբ գինը հասնում էր նախապես հաշվարկված կետին, Բելֆորդը լուռ եւ արագ վաճառում էր իր բաժնետոմսերը առանց վարանելու։ Իսկ հետո սկսվում էր քաոսը։ Երբ ներդրողները հասկանում էին, որ իրենց բաժնետոմսերը անդունդն են սլանում, բրոքերները հանկարծակիորեն դադարում էին պատասխանել նրանց զանգերին։ Երբեմն բրոքերներին նույնիսկ արգելում էին հեռախոս վերցնել։ Աբսուրդը հասնում էր թատրոնի մակարդակի, մարդիկ զանգում էին իրենց փողերը փրկելու, իսկ մյուս ծայրում լսում էին քար լռություն։ Փաստացի Ջորդանը գնում էր ընկերություններ էժանով, շուկան լցնում էր ապատեղեկատվությամբ, այնուհետև ավելի թանկ վաճառում։ Սա դասական pump and dump ռազմավարությունն է, որը Stratton Oakmont-ը կիրառել է ավելի քան 40 նման ընկերությունների վրա։ Ամենահայտնին ֆիլմում ցուցադրված Steve Madden-ի ընկերությունն էր, որն այն ժամանակ նույնպես այդքան էլ հայտնի չէր։ Արդյոք Բելֆորդը առաջինն էր, ով օգտագործում էր այս ռազմավարությունը։ Դե իհարկե ոչ, նույնիսկ այսօր այն շարունակում են օգտագործել կրիպտո բորսայում, որտեղ ամեն երկրորդ ինֆլուենսեր բլոգեր նույն Stratton Oakmont-ն է, բայց ականջակալերով ու միկրոֆոնով։ Հիմա սառը զանգերի փոխարեն գոյություն ունեն Discord, Telegram եւ YouTube, որոնք ավելի են հեշտացնում այս ռազմավարության կիրառումը։ Բելֆորդի խորամանկությունը հենց այստեղ էր կայանում։ Նա կարողանում էր օրինական բիզնեսը իդեալական խառնել բացահայտ խարդախության հետ։ Մի կողմից վաճառում էին հարգված ընկերությունների բաժնետոմսեր, ստեղծելով լուրջ բրոքերական ընկերության տեսք, մյուս կողմից ներդրողներին ցենտային աղբ էին վաճառում։
Այսպիսով սկսվում են Stratton Oakmont-ի լավագույն տարիները։ Հենց այս վերելքի տարիներին էլ Ջորդանը բաժանվում է իր առաջին կնոջից եւ ամուսնանում կանացի ներքնազգեստերի դիզայներ եւ մոդել Նաոմի Լապալյայի հետ, որին մարմնավորում է ճկնախ Մարգո Ռոբին։ Ցավոք սրտի, թե բարեբախտաբար Stratton Oakmont-ի ոսկե տարիները այդքան էլ երկար չտևեցին։ 1992 թվականին Արժեթղթերի հանձնաժողովը հետաքննություն է սկսում։ Կարևոր է հասկանալ, որ սա քաղաքացիական մարմին էր։ Նրանք կարող էին տուգանել, բայց ոչ դատել եւ ազատազրկել։ Belford-ը սա շատ լավ գիտեր եւ նախընտրում էր դիմադրելու փոխարեն ուղղակի պայմանավորվել, որը շատ ավելի շահավետ էր։ Շատ շուտով դրա մասին գլխի է ընկնում մեր հաջորդ հերոսը։ Բեմ է դուրս գալիս այս հակահերոսական պատմության գլխավոր կերպարը, հետաքննությունների դաշնային բյուրոյի FBI-ի գործակալ Գրեգ Քոլմանը։ Ֆիլմում նա ներկայացված է որպես Պատրիկ Դենեմ, որին մարմնավորում է Քայլ Չենդլերը։ Երիտասարդ ժամանակ Քոլմանը, ինչպես եւ շատերը, նույնպես ցանկանում էր ֆինանսական բրոքեր դառնալ, սակայն նրան չի հաջողվում հանձնել բրոքերական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ քննությունները եւ նա որոշում է խաղալ հակառակորդի դիրքում։ Միգուցե հենց դա էր Wall Street-ի սպիտակ օձիքավորների դեմ պայքար սկսելու նրա դրդապատճառը։ Քոլմանի աշխատանքը բավականին բարդ էր, հաշվի առնելով հետաքննվող հազարավոր գործարքները, թղթերի անսպառ քանակն ու անվերջ թվերը։ Քոլմանն այսօր ասում է, որ այն ինչի համար առաջ ամիսներ էր հարկավոր, այսօր կես ժամում կարելի է ստուգել Excel-ի հասարակ աղյուսակում։ Դրան ավելացրեք ղեկավարության անտարբերությունը եւ պատկերը հատկապես տեսանելի է դառնում։ Քոլմանը հաճախ գիտեր Belford-ը երբ եւ ինչ է անելու, բայց իրավունք չուներ գաղտնալսելու կամ գործակալներ դնելու։ Սա մաֆիա չէր, այլ ճակերտավոր հարգելի բիզնես։ Հետաքննության գլխավոր խնդիրն այն էր, որ Belford-ը ոչ զենք էր վաճառում, ոչ էլ թմրանյութ էր տեղափոխում։ Նա ուղղակի բաժնետոմսեր էր վաճառում, հիմնականում օրինական ճանապարհով։ Այս դեպքում հարց է առաջանում. ինչու՞մն է կայանում հանցագործությունը եւ ինչպես հայտնաբերել հանցանքը։ Պատասխանը պարզ էր. ուղղակի պետք էր հետևել փողերին։ Քոլմանը փնտրում էր նրանց, ովքեր ամենաշատն էին գումար վաստակում։ Նա գտնում էր ու հավաքում ապացույցեր, բայց երկար ժամանակ չի կարողանում քայլեր ձեռնարկել, քանի որ հիմքեր չկային։ Հետո նա որոշում է փորփրել Արժեթղթերի հանձնաժողովի նյութերը, որտեղ էլ հանդիպում է Էլվին Աբրամսի անվանը։ Մարդ, ով Belford-ին սովորեցրել էր այդ բոլոր կեղտոտ հնարքները։ Ուսումնասիրելով Աբրամսի բանկային պատմությունը, Քոլմանը մի տարօրինակ բան է նկատում։ Ամեն օր նրա հաշվից կանխիկացվում է $10,000 չհասնող գումարներ։ Մի օր $9,300, հաջորդ օրը $9,750, հետո $9,900, բայց ոչ 10,000։ Օր-օրի, ամիսներ շարունակ։ Վերջնական հաշվով նման ճանապարհով կանխիկացվել էր մոտ $2.3 միլիոն։ Եվ այստեղ ամեն ինչ իր տեղն է ընկնում։ ԱՄՆ-ում կա գործող մի օրենք, ըստ որի $10,000-ից բարձր ցանկացած կանխիկ գործարքը ավտոմատ ընկնում է հարկային տեսչության աչքի տակ։ Սովորական մարդկանց համար դա նորմալ էր, բայց ոչ հանցագործների դեպքում։ Եթե դու դիտավորյալ բաժանում ես գումարը մասերի, դա կոչվում է structuring, անգլերենից թարգմանաբար մասնատում, իսկ սա արդեն քրեական հոդված է։ Աբրամսին ձերբակալում են քարտուղարուհու եւ ամբողջ հաշվապահության հետ միասին։ Ազատազրկման իրական ժամկետի սպառնալիքի տակ Աբրամսին դրդում են գնալ գործարքի։ Բնականաբար նա համաձայնում է, արդյունքում պարզ է դառնում, որ Աբրամսի ընկերությունը խոշոր գումարներ էր վաստակում ֆինանսական մանիպուլյացիաների վրա, նախապես իմանալով, թե բաժնետոմսերի գինը ուր է գնալու։ Ստացված շահույթը բաժանվում էր 3 մասի՝ յուրաքանչյուր միլիոնից $250,000 Աբրամսին, 250-ը Belford-ին, 500-ն էլ վճարվում էր պետությանը, հարկերի տեսքով։ Belford-ը հիշում էր, որ չնայած բոլոր կատարած հանցագործություններին, Ալ Կապոնեին ձերբակալեցին հենց հարկերից խուսափելու պատճառով։ Նա չէր պատրաստվում կրկնել նույն սխալը։ Քոլմանը անձամբ էր ասում, որ Belford-ը իր ճանաչած ամենաիդեալական հանցագործն էր։ Խելացի, խարիզմատիկ, ճկուն, ստեղծագործ։ Հանցագործի համար սա ամենավտանգավոր կոմբինացիան էր, բայց ուներ նաև թույլ կողմեր։ Նրա ամենախոցելի աքիլեսյան գարշապարը դա փողն էր։ Այն չափազանց շատ էր եւ չափազանց դժվար էր ծախսել, առանց ուշադրություն գրավելու։ Դա ԱՄՆ-ն է, ոչ թե Լատինական Ամերիկայի որևէ պետություն, ամեն ինչ վերահսկվում է մանավանդ, երբ հարցը վերաբերում է փողերի լվացմանը։ Հայտարարագրված էր միայն 15 միլիոնը, երբ ունեցվածքի իրական թիվը մոտ էր 40 միլիոնին։ Տարբերությունը
հարկավոր էր ինչ-որ կերպ բացատրել։ Այդ պահին Բելֆորդը արդեն պատրաստվում էր խաղից դուրս գալ։ Փոքր արձակուրդ ճամփորդություններ աշխարհով մեկ, արդյունքում օֆշորային հաշիվներ Ժնևում, Լիխտենշտեյնում, Վիրջինյան կղզիներում եւ իհարկե հարավային Ամերիկայում առանց հարկերի եւ հայտարարագրերի։ Նա արդեն գիտակցում էր, որ վերջաբանը մոտ է, բայց հարցը նրանում չէր, արդյոք դա տեղի կունենա թե ոչ, այլ թե երբ տեղի կունենա։ 1994 թվականին, երբ Բելֆորդը ձևականորեն հեռանում է գործերից եւ ընկերությունը փոխանցում Դենի Փորշին, հանկարծ Stratton-ի ֆինանսական գործարքներում սկսում են ինչ-որ կասկածելի օֆշորային հաշիվների հայտ գալ։ Մինչ այդ նման հաշիվներ ուղղակի գոյություն չունեին։ Քոլմանը շատ արագ գլխի է ընկնում տեղի ունեցողի վերաբերյալ։ Ոմանք չափից շատ էին թռչում Եվրոպա, բիզնես դասով, առանց բացատրելի պատճառների։ Իրավապահ մարմինները սկսում են ուսումնասիրել Բելֆորդի շրջապատը եւ գրեթե անմիջապես հայտնաբերվում է Բելֆորդի մտերիմ ընկերոջ Թոդ Գարետի կինը փաստաթղթերով գործազուրկ տնային տնտեսուհի էր, ոչ բիզնես, ոչ կարիերա, ոչ եկամուտ, բայց ամեն տարի նա ինչ-որ պատճառով 100,000-ավոր դոլարներ էր ներդրում արտասահմանյան կազմակերպությունների բաժնետոմսերի մեջ եւ ինչպիսի զուգադիպություն, նա ծնունդով Շվեյցարիայից էր, իդեալական բանկային լռություն ունեցող երկրից։ Երբ Քոլմանի ձեռքում բավական ապացույցներ են կուտակվում, Գարետին եւ կնոջը ձերբակալում են։ Ֆիլմում Գարետը գրեթե հերոսի պես է ներկայացված լուր, դիմացկուն ու անկոտրում, իրականում ամեն ինչ այդքան էլ այդպես չէր։ Նա կոտրվում է գրեթե անմիջապես։ Փաստաթղթեր, ամսաթվեր, հաշիվներ, գաղտնաբառեր, ինչ գիտեր առանց սակարկության խոստովանումը։ Ինքնապաշտպանության բնազդը հաղթում է ընկերությանը եւ հավատարմությանը։ Արդյունքում պարզվում է, որ Բելֆորդը տարիներ շարունակ կանխիկ փող էր տեղափոխում շվեյցարական բանկեր, ընդ որում սխեմայում ներգրաված էին մինչև երրորդական սերնդի ազգականներ, քեռիներ, մորաքույրեր, զարմիկներ, իսկական ընտանեկան բիզնես։ 6 տարվա հետաքննությունից հետո Քոլմանն անուն առանուն գիտեր բոլոր միջնորդերի անունները, իսկ բրոքերները նրան տեղեկություն էին տալիս յուրաքանչյուր գործարքի մասին։ Ամենակարևորը, նա կարողացավ ապացուցել, որ օֆշորային եւ շվեյցարական հաշիվները պատկանում են անձամբ Բելֆորդին։ Իսկ դա նշանակում էր, որ յուրաքանչյուր փոխանցում ավտոմատ դառնում էր փողերի լվացում։ Այստեղ հեքիաթն ավարտվում է։ Եթե շուկայական մանիպուլյացիաներին իշխանությունները նայում էին թեթև թերահավատությամբ, ապա հարկերից խուսափումը եւ հանցավոր եկամուտների օրինականացումը արդեն լրիվ այլ մակարդակ էր։ 1998 թվականի նոյեմբերին Բելֆորդին ձերբակալում են, նրան սպառնում են մինչև 27 տարի ազատազրկմամբ։ Ջորդանը բավական արագ հասկանում է, որ այստեղ հերոսանալն անիմաստ է։ Նա խոստովանում է ամեն բան, ինչ փողեր է լվացվել եւ մնացած բոլոր սխեմաները, որոնք երբևիցե կիրառվել էին։ Այլ ընտրանք չկար։ Չհամաձայնվելու դեպքում նա ազատ կարձակվեր միայն 2025 թվականին։ Բելֆորդը գնում է գործարքի, վերնաշապիկի տակից միկրոֆոն են փակցնում եւ այստեղ մի կարևոր պահ կա, որի մասին ֆիլմը լռում է։ FBI-ի համար Բելֆորդը երբեք գլխավոր թիրախ չի եղել։ Նա այսպես ասած մուտքի տոմս էր հանդիսանում։ Նրա ձերբակալությունից հետո Քոլմանը կկարողանար դուրս գալ տասնյակ այլ ավելի խոշոր խաղացողների վրա։ Առաջին իսկ օրը կրծքավանդակի վրա փակցված միկրոֆոնով Բելֆորդը գնում է ընկերոջ Փարոշի հետ ընթրիքի։ Այդ ընթացքում Քոլմանը մեքենայում նստած ուշադիր լսում էր։ Ջորդանը սկսում է զգուշորեն հիշեցնել հին սխեմաները, ակնարկում է Սթիվ Մեդենի հետ կապված գործերին։ Մի պահ Փորուշը լռում է, հետո սկսում է դանդաղ հեռանալ թեմայից, տալով ժխտողական պատասխաններ։ Չեմ հիշում, կամ դրա հետ ես կապ չունեմ, կամ Ջորդան դու զառանցում ես, քեզ հանգիստ է պետք։ Մի պահ Բելֆորդը հասկանում է, որ խոսակցությունը չի ստացվում եւ ավարտում է հանդիպումը։ Ռեստորանից դուրս գալուն պես Դենին զանգում է իր ծանոթին ու պատմում. Չես հավատա, բայց Ջորդանը ինձ հենց նոր անձեռոցիկ տվեց, որի վրա գրված էր զգուշ, վրաս միկրոֆոն կա։ Իրավիճակի ծիծաղելին այն է, որ ծանոթը, ում նա զանգեց, արդեն տարիներ շարունակ համագործակցում էր FBI-ի հետ։ Նույն օրը Քոլմանը գալիս է Ջորդանի տուն ու ուղիղ սպառնում, որ կարող է նույն պահին խզել գործարքը, որի հետևանքով նա կազատազրկվի 27 տարով։ Բայց Քոլմանը այդպես էլ դա չարեց, նա գնաց տուն մտածելու, կշռադատեց
ամեն ինչ ու որոշեց գործարքը թողնել ուժի մեջ։ Նա հասկանում էր, որ եթե Belford-ը համաձայնվել է հանձնել իր իսկ մարդկանց, ուրեմն ներսում պատրաստ է համագործակցության։ Իսկ անձեռոցիկը պարզապես ռեֆլեքս էր, համակարգը խաբելու սովորություն, նույնիսկ երբ համակարգը բռնել էր նրա կոկորդից։ Հաջորդ 1 տարին նա կարգապահորեն համագործակցեց FBI-ի հետ, հանձնելով բոլորին, ում ճանաչում էր։ Անձամբ Belford-ին դատապարտեցին 4 տարով, բայց նա բանտում անցկացրեց ընդամենը 22 ամիս։ Ինչու նա այդքան կարճ մնաց ազատազրկման մեջ, մինչ օրս չի հասկանում նույնիսկ ինքը Քոլմանը։ Բանտում մոտ կես տարի նրա խցակիցն էր դերասան եւ հումորիստ Թոմի Չոնգը, Չիչ եւ Չոնգ հումորային նախագծի հեղինակը։ Հենց նա է առաջարկում Belford-ին գիրք գրել։ Այս միտքը նրան հետաքրքրում է։ Բանտում Ջորդանը սկսում է ակտիվորեն ուսումնասիրել մտքերը գրչին հաղորդելու արվեստը։ Ազատվելուց 6 տարի անց լույս է տեսնում Wall Street-ի գայլը, գիրքը, որի հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը։ Ագրեսիվ մարքեթինգի շնորհիվ այս գիրքը շատ արագ դարձավ բեսթսելեր։ Ֆիլմի գրեթե 90%-ը հիմնված է իմպրովիզացիայի վրա։ Ես ցանկանում եմ խոսել այն հետաքրքիր դրվագների մասին, որոնց վերաբերյալ գիտեն ոչ բոլորը։ Օրինակ, Մարկ Հանայի հետ ճաշի տեսարանում Լեոնարդո Դիկապրիոն Ջորդան Belford-ը մի քանի վայրկյանով գլուխը թեքում է դեպի տեսախցիկի կողմը։ Պատճառն այն է, որ Մեթյու Մաքքոնեհին կրծքավանդակի հարվածներ է հասցնում եւ դա լինում է իմպրովիզացիա։ Դիկապրիոն շրջվում է դեպի Մարտին Սկորսեզեն, սպասելով, որ ռեժիսորը կդադարեցնի նկարահանումը, բայց Սկորսեզեն դա այնքան է հավանում, որ հենց այդ կադրն էլ մտավ ֆիլմի վերջնական մոնտաժի մեջ եւ դարձավ քաղցած բրոքերներից իսակարգի գլխավոր բաղկացուցիչը։ Դե իհարկե անհնար է խոսել այս ֆիլմի մասին եւ չհիշել հիասքանչ Մարգո Ռոբին կամ ինչպես Ջորդանն էր նրան անվանում The Duchess of Bay Ridge, թարգմանաբար Բեյրիջի դքսուհի։ Սկորսեզեն առաջարկում էր, որ Ջորդանին գայթակղելու տեսարանում դերասանուհին լինի ուղղակի թեթև խալաթով, սակայն հենց ինքը Մարգո Ռոբին է պնդում նկարահանվել ամբողջովին մերկ։ Նրա խոսքերով դա ավելի լավ է բնութագրում Նաոմիի իրական կերպարը։ Նրա կարիերայում սա առաջին մերկ տեսարանն էր եւ լարվածությունը հաղթահարելու համար նա 3 շոթ տեկիրա է խմում տեսարանի նկարահանումից անմիջապես առաջ, իսկ հարազատներին նա խաբել է ասելով, որ տեսարանում օգտագործվել են համակարգչային սպեցէֆեկտներ։ Այս տեսարանում Ջորդանը ակտիվորեն ցույց է տալիս իր գործընկերներին, թե ինչպես է պետք իրականացնել վաճառքը։ Ջոնը, որին Belford-ը փորձում էր վաճառել Aerotine Industries-ի ակցիաները, իրականում Մարտին Սկորսեզեն է։ Ոչ բոլորն են նկատել ռեժիսորի ձայնը հեռախոսի հակառակ կողմում։ Իրական Ջորդան Belford-ը անձամբ էր զբաղվում Լեոնարդո Դիկապրիոյի նախապատրաստմամբ, հատուկ ուշադրություն դարձնելով տարբեր թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու վարքագծին։ Օրինակ, այս հանրահայտ տեսարանում աստիճանների քանակը պատահական չէ ցուցադրվում տարբեր անկյունների տակ։ Դա ցույց է տալիս, թե Ջորդանը իրականում ինչպես էր պատկերացնում ամեն ինչ թմրանյութերի ազդեցության տակ։ Ի դեպ, մեքենա սողոսկելու ընթացքը նույնպես 100%-անոց իմպրովիզացիա էր Դիկապրիոյի կողմից։ Կինոյի վերջում իրական Ջորդան Belford-ը բեմ է հրավիրում աշխարհի լավագույն բիզնես մենեջերին Ջորդան Belford-ին, որը ակնհայտորեն խոսում է նրա սեփական ինքնագնահատականի մասին։ Չպակասեցին նաև տխուր իրադարձությունները։ Մոտ 1 ամիս առաջ կյանքից հեռացավ հանդիսատեսի կողմից անչափ սիրված Ռոբ Ռեյները, ով իրականացնում էր Ջորդանի հոր Խենթ Մաքս Belford-ի դերը։ Հիմա մոտեցավ այս ամբողջ պատմության ամենավիճահարույց մասը։ Wall Street-ի գայլ ֆենոմենը ամբողջությամբ եւ եկեք ազնիվ լինենք նաեւ մեր այս տեսանյութը մեծ խաբեություն է, որը պարզապես ենթարկվել է շատ լավ մարքեթինգի։ Պատկերացնենք մի նոր կրիպտոարժույթ, որի մասին խոսում են բոլորը։ Հետաքրքիր անուն, գրավիչ լոգոտիպ, շատ լավ մտածված լեգենդ եւ բոլորը սկսում են գնել սա, միայն այն պատճառով, որովհետեւ բոլորն են այդպես անում։ Արդյունքում ներսը փուչ է եւ իրենից իրական արժեք չի ներկայացնում, բայց մարդկանց հետաքրքրությունը ինքնին մեծանում է։ Այս օրինակը չափազանց հատուկ է Ջորդան Belford-ին։ Սկզբում նա գիրք է հրատարակում, հետո նկարահանում է ֆիլմ։ Այնուհետև զանազան հարցազրույցների արդյունքում ինքն իրեն դարձնում հայտնի։ Ինչպես կրիպտոարժույթի օրինակում, այնպես էլ այստեղ Ջորդանը ստեղծեց հետաքրքրություն իր անվան շուրջ, կատարելագործեց իր սեփական պատմությունը, ինչն էլ դարձրեց նրան աշխարհահռչակ։ Այն գեղեցիկ է ու տպավորիչ, բայց ներսում դատարկ եւ անարժեք։
Ինչ եմ ուզում ասել։ Ջորդան Բելֆորդի գլխավոր խաբեությունը ոչ գողացված միլիոնների մեջ է եւ ոչ էլ հազարավոր սնանկացած ներդրողների դժբախտության։ Նրա գլխավոր խարդախությունը հենց ինքն է, իր անձնական բրենդը։ Բելֆորդը որքան էլ պնդի միևնույն է երբեք իսկապես հարուստ չի եղել։ Համաշխարհային մասշտաբով 60 միլիոն դոլար կարողություն ունենալը կարելի է ասել ոչինչ է։ 2000-ականներին եղել են շատ ավելի մեծ խարդախություններ։ Նույն 2008 թվականի համաշխարհային ճգնաժամը, որի մասին խոսել ենք BlackRock-ի նվիրված թողարկման ընթացքում։ Նույնիսկ օրենքների խստացման վրա Բելֆորդի սխեմաներն ու գործունեությունը ազդեցություն չունեցան։ FBI-ի այն ստորաբաժանումը, որտեղ աշխատում էր Քոլմանը, ստեղծվել էր ոչ թե Բելֆորդի, այլ Մայքլ Միլքենի եւ Այվան Բոսկիի խարդախությունների պատճառով։ Ամենայն հավանականությամբ դուք նույնիսկ չեք լսել նրանց անունները, բայց նրանք ցենտային բաժնետոմսերի վրա միլիարդներ են աշխատել։ Ամփոփելով այսօրվա մեր թողարկումը ուզում եմ կոտրել բոլոր կարծրատիպերը եւ հստակեցնել, որ ոչ ոք երբեք Բելֆորդին Wall Street-ի գայլ չի անվանել։ Ոչ իր կյանքի ընթացքում, ոչ հետաքննությունների ժամանակ։ Մամուլում նրան ուղղակի մսավաճառային անվանում, ինչի մասին նա բնականաբար չի խոսում։ 6 տարվա քննության ընթացքում նա այդ մականունը ոչ մի անգամ չի լսել։ Այն հայտնվել է շատ ավելի ուշ եւ բացառապես որպես մարքեթինգային արտադրանք։ Իրական Wall Street-ի գայլը գոյություն է ունեցել 19-րդ դարի վերջերին, նրա անունը Դեյվիդ Լամար էր։ Մեկ այլ կարևոր հարց. արդյոք Բելֆորդը նույն հաջողությամբ կարողացավ վերել կապրել բանտից դուրս գալուց հետո։ Դատարանը նրան եւ գործընկերներին պարտավորեցրեց փոխհատուցել զոհերին 110 միլիոն դոլարի չափով։ Փողի մի մասը փոխհատուցվեց գույքի բռնագրավման հաշվին։ Դե երևի արդեն հիշում եք, թե ինչպես մի անգամ բռնագրավեցին կարմիր Porsche։ Բանտից դուրս գալուց հետո Բելֆորդը շարունակում է ապրել գեղեցիկ կյանքով, թե որքան է նա այսօր դեռ պետությանը ոչ ոք հստակ չգիտի։ Բայց ամեն անգամ, երբ նրան այդ հարցն են տալիս, նա ակնթարթորեն դուրս է գալիս ինքնատիրապետումից։ I've said enough about this, let's move on. Տիպիկ արձագանք մի մարդու, ով չի սիրում, երբ իրեն հիշեցնում են հետևանքների մասին։ Դենի Փորուշի ճակատագիրը ել ավելի տխուր ընթացք ստացավ։ Նա նույնպես ազատազրկվեց եւ արդեն նախկին կնոջ խոսքերով ամբողջությամբ անտեսում է ցանկացած փոխհատուցման վճարում։ FBI-ի գործակալ Քոլմանի կյանքը շատ ավելի հանգիստ շարունակություն ունեցավ։ Բելֆորդի գործից հետո նա շարունակեց սպիտակ օձիքավորների որսը, իսկ արդեն 10 տարի առաջ հեռացավ Բյուրոյից։ Նա հիմնեց իր սեփական խորհրդատվական ընկերությունը եւ նույնպես դարձավ սփիքեր, ինչպես Բելֆորդը։ Հետաքրքիրն այն է, որ հիմա նա շրջում է աշխարհով մեկ եւ դասախոսություններ կարդում Բելֆորդի գործի քննության մասին։ Ամենազարմանալին այն է, որ մինչ օրս նրանք շփվում են, մասնակցում են միմյանց ոդքասթներին, հանդիպում միջոցառումներին եւ ամեն անգամ, երբ լրագրողները խնդրում են Քոլմանին Ջորդանի մասին ինչ-որ վատ բան ասել, նա հրաժարվում է, քանի որ ինչպես արդեն նշեցի, Բելֆորդը Քոլմանի համար իդեալական հանցագործի մարմնացում էր։ Ջորդան Բելֆորդը ամենևին էլ գայլ չէ։ Պարզապես միջին վիճակագրական հանցագործ, որը բավականաչափ խարիզմատիկ է իր սեփական լեգենդա աշխարհին պատճառելու համար։ Բելֆորդը ուղղակի պաշտում է ինքն իրեն, պաշտում է իր քրեական անցյալը, կարոտում է այն ողջ խելագարությունը, որը ցույց է տրված ֆիլմում, եւ որքան էլ փնտրենք, չենք գտնի լոկ մի տեսանյութ կամ հոդված, որտեղ նա ազնվորեն զղջում է իր արարքների համար։ Բայց այնուամենայնիվ պետք է ընդգծել նրա ֆենոմենը։ Նա վաճառեց իր պատմությունը եւ վաճառեց այն իդեալական։ Չէ՞ որ դուք նույնպես տեսաք այս տեսանյութի անվանումը եւ որոշեցիք այն դիտել։